օրակարգը արդեն ձևավորված է, այդ օրակարգը ձևավորել է ինչ որ կապված տնտեսական եւ աշխարհաքաղաքական մոտեցումները դեպի Հայաստան, այդ օրակարգը ձևակերպված է ոչ թե մեր պետության հետ շփումի ընթացքում, այլ իրականում իրանց պատկերացումներով եւ Նատանյահուի օգնությամբ, որ դիմել է պարոն Ալիևը եւ Նատանյահուն շատ լավ կապեր ունենալով Տրամպի հետ, առաջատանում իրականում այն օրակարգը, որը որ ձեռնատու է հենց Իսրայելին առաջել, ոչ թե Ադրբեջանին, ուզում ուշադրություն դարձնել, հենց Իսրայելին իրականում սա շատ ձեռնատու օրակարգ է, այս Տրամպի ուղին, բայց ես ուզում ասեմ, որ դա մեզ էլ է ձեռնատու, այդ Տրամպի ուղին իրականում մեզ ձեռնատու օրակարգ է, եւ դրա համար ասենք սա բոլոր կողմերին հետաքրքիր եղավ։ Հիմա այդ առումով ես վստահ եմ, ոչ մի բան չի փոխելու, քանի որ արդեն այդ նախագիծ են պլանավորում, հա, թե ինչպես է դա իրականանալու, շատ հարցեր կան իհարկե այդ Տրամպի ուղու հետ կապված, որը որ մենք պատկերացնում ենք, որ ընտրություններից հետո միջև այդ միևնույնն է, իրանք չեն կարող վերջնական այդ պրոյեկտը համալրված ոնց որ հա ներկայացնեն, միջև այդ երբ որ Նիկոլ Փաշինյանը արդեն ընտրությունները կպարտվի եւ նոր ուժը ով կգա ընտրության, ինքը կարողանա ավելի հայանպաստ մոտեցումներ ձևավորի այդ բանում, որտեղ իրականում սա կարևոր է, ինչով է կարևոր, հա, սա նախ եւ առաջ կարևոր է նրանով, որ թե Նատանյահուն, թե Ալիևը խոսք են տվել, որ իրանք չեն հարձակվելու Հայաստանի վրա, Տրամպին են խոսք տվել։ Տրամպը այդ առումով ասել է, ես պատրաստ եմ այս ամեն ինչին փաստորեն տեր կանգնեմ այս ուղում, եթե դուք խոսք եք տալի, որ չեք ներքաշի մեզ նոր պատերազմների մեջ։ Ես որպես երաշխիք պետք է լինեմ այս ամեն ինչը որ նորմալ կաշխատի, սակայն մի հատ փոքր բան կա, հա, այստեղ խաղանում արդեն Փաշինյանը, ինքը ինչ անում, ինքը ներկայացնում է, որ եթե ինքը չլինի, հիմա դա իր օրակարգն է, որ եթե ինքը չլինի պատերազմա լինելու բան, ես ուզում եմ ասեմ, որ ոչ մի պատերազմ միանշանակ չի լինելու, քանի որ արդեն այս օրակարգը ձևավորված է, Տրամպի ուղի օրակարգը, արդեն մի հատ այսենց ուրիշ բան որ գիտեք ոնց իրանք կարող է հիմա այդ շահագործելու համար որ մարդկանց հիասթափացնեն, վախացնեն, հա, որ ընտրություններին մարդիկ չգնան, որ կարողանան Նիկոլը վերարտադրվի, դրա համար կարող է սահմանում էլ ինչ որ փորձեն անդուր իրավիճակներ ստեղծել, ասենց ասեմ, հա, մեղմ ասած, բայց լայնածավալ պատերազմ միանշանակ չի կարող լինի, որտեղ դա հստակ արդեն Տրամպի կողմից է բանալված, եւ Նիկոլը ուզում է ներկայացնել ոչ թե որպես Միացյալ Նահանգներն են դրա երաշխիքը, այլ խաղաղության երաշխիքը ինքն է, մի մարդ, ով որ այս պետության, այս ազգի գլխին բերեց այդքան արհավիրքներ, պատերազմներ, այդքան զոհեր բերեց մեզ, ու ինքը ուզում է դեռևս ինչ որ խաղաղության որպես խորհրդանիշ ձևավոր ներկայանա, այո, եւ դա ամենամեծ խնդիրն է մեր, որտեղ այս ընտրություններից առաջ ինքը ամեն ինչ է անում, ամեն ինչի գնում է, հիմա բայց միջև իր ընտրություններին գալու նորից վերադառնամ Արևմտյան Միացյալ Նահանգներին, որ միանշանակ թե դեսպանի հեռանալը, հա, այստեղից սա մեծ փոփոխություն չի լինելու, ոչ մի բան չի լինելու, ինձ թվում է ամեն դեպքում սա կապված է հենց միայն այդ անվտանգային իրանց նոր օրակարգի հետ, եւ դա նորմալ բան։ Մի հատ բանն է, որ մեր դուրը չեկավ, որ այդ 30 երկրների մեջ, ասենք, մենակ 3-ն են եվրոպական, հա, եթե մեզ են հաշվում, իսկ ես վստահ եմ, որ մենք ասում ենք մեզ եվրոպական երկիր, մենք պետք է ի վերջո հասկանանք, որ երևի գիտեք ոնց մարդ, որը որ 8 տարի աղեկին է, եթե ինչ որ մի բան ուրիշի կամքով անում է ու լավն է լինում, մարդ մենք չպետք է ասենք, չէ, գիտեք ինչ որ ինքը կապնում է վատ, չէ, դա էլ է նորմալ։ Այո, իհարկե 8 տարվա մեջ կարար ինչ որ մի բան անել մատախառը լիներ, ինքը չի արել, ինքը չի բերել, բայց իր մատախառն է, որտեղ ստորագրել է, ստորագրությունը ինքն է դրել ամեն դեպքում դրա տակ։ Այսինքն, եթե Միացյալ Նահանգների շահերի մեջ չմտներ դա, Նիկոլ Փաշինյանը ոչինչ չէր կարող։ Ոչ մի դեպքում, եւ իրան ինքը տեղակել չէր, որ այդ ամեն ինչ արդեն նախապատրաստված է, իրան վերջի վարքյանին են կանչել, ասել են արի պետք է ստորագրես։ Այսինքն, դա Միացյալ Նահանգների հետաքրքրությունն է տարածաշրջանի, մեր տարածաշրջանի։ Գիտեք ոնց, սա միջին ուղու վրա ձեռ դնելն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ամեն դեպքում ուզում են, եւ դա նորմալ է, բնական բան է, որ ամեն պետություն, ուժեղ պետություն ուզում է ինչ-որ կարողանա
ինչ որ չափով վերահսկի, հա, շատ Այն ինչ որ Ռուսաստանն էր ուզում անել։ Այո, հիմա իսկ վերահսկումը ինչն է, ասենք սա Չինաստանից դեպի Եվրոպա կապող ճանապարհ է դառնում եւ Ամերիկան այստեղ այդ վերահսկությունով իր ուժը շատ բարձրանում է։ Թրամփը ասում է. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդությունը եւ նրա նշանակալի դերը խաղաղության գործընթացում կարեւոր են։ Ոչ մի դեպքում չի լինի դա որպես աջակցություն նայել, հա նախ եւ առաջ դա պրոտոկոլային հանդիպում է եղել, ոչ մի ինչ-որ կարեւոր բան չի եղել, այն նկարվելու հանդիպումներ են դրանք կոչվում, ասենք դա ոչ մի լուրջ բան իրատակը չի պարունակում, սա միևնույնն է, մենք չենք մոռանա, որ նույն Թրամփը այդ Նիկոլ Փաշինյանը միջով չընդունում դեմը գրած ինքը չի էլ հիշում դա որ մեկն է, պետությունն էլ խառնում է Ալբանիայի հետ մեկ նրա պատճառով որ Նիկոլ Փաշինյանն է այս նախագահն, այլ ոչ թե որ Հայաստանը որ sense զրոյական պետություն է, ոչ Հայաստանը իրականում իրանից շատ հին մշակույթի պետություն է, եթե նորմալ մարդ ներկայացներ Հայաստանը, ես վստահ եմ ճիշտ ձևի ներկայացնել, ոչ թե գար ասել I'm Prime Minister of Armenia, այլ ճիշտ նախորդ հանդիպումներին ճիշտ ներկայացրած լիներ մեր պետությունը, իրանք կհիշեին, իր անունը կհիշեն, չէին ասեն other guy անունով։ Հասկանալի։ Դա ծիծաղալու է։ Մի խոսքով դուք չեք համարում, որ դուք համարում եք, որ սա այնպեսի հայտարարություն է, որը ստանդարտ արվում է, դա ոչ մի եկալու են եւ ասեն, հեսա տեսեք զանգել էր, միջև էլ զանգել էր, հարցեր էր, ոնց էս նոր էր ասել։ Բայց դա կարող է օգտագործվել, ճիշտ է, որպես օգտագործել դրանք ամեն ինչ, եթե Թրամփը ինչ-որ մի քիչ նայ քարտեզի վրա Հայաստանը, կասեմ, ես հատուկ էր նայում, որ Հայաստանի վրա, որ Նիկոլ Փաշինյանին հենց Արարատ Միրզոյանի ներկայացան ինքը դա հայտարարել է, սա նշանակում է, որ ինքը կոնկրետ ասել է, որ մենք աջակցում ենք Փաշինյանին։ Եվ ինչ է կատարում այս պարագայում, հա, նայեք, մենք պետք է մի քիչ աշխարհաքաղաքական ընդհանուր քարտեզը նայենք եւ կհասկանանք, որ այսօրվա պատերազմում թե Ռուսաստան, Ուկրաինա, թե ուրիշ պատերազմներ տարբեր տեղերում, իրանք դա ածանցալներ են, իրական պատերազմը դա տեխնոլոգիական պատերազմը Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջև։ Հիմա այդ պատերազմի մեջ Եվրոպան եւ ըստ ընդունած այս վերջի էլի փաստաթղթի Թրամփի, որը բացահայտ ներկայացնում է այն, որ այնտեղ ասում է դուք ինքներդ ձեր գլխի ճարը տեսեք Եվրոպային, Ամերիկան ասում է եւ իրանք լավ դա հասկանում են։ Հիմա այստեղ ինչ կատարվեց։ Այս պարագայում Եվրոպայի մեջ ընդվզում կա իրար մեջ պրոբլեմներ ունեն Եվրոպայի պետությունները Ուկրաինայի եւ Ռուսաստանի հետ կապված, իրանց տնտեսական իրավիճակի հետ կապված մեծ պրոբլեմներ ունեն։ Եվ ելնելով դրանից հիմա սենց է լինում, որ իհարկե իրանց հետաքրքիր էր Հայաստանը, բայց Հայաստանը իրանք միշտ նայում են Վրաստանի հետ միասին, առանձին չեն տեսնում Հայաստանը որպես Եվրոպայի մաս, իրանք պատկերացնում են միայն Վրաստանի, քանի որ Վրաստանին չի ստացվում դեռևս բերել ընդե, դրա համար հիմա իրանք որոշել են, որ կարևոր հանգամանքը իրանց համար Ռուսաստանից պոկելն է Հայաստանի, ամեն գնով պոկելը։ Դրա համար իրանք Հայաստանը բրդում են դեպի Թուրքիա, ասում են դուք գնացեք դեռևս Թուրքիայի հետ, մենք ձեզ կօգնենք, ամեն ինչ կանենք, որ դուք Ռուսաստանից պոկվեք, գնացեք Թուրքիայի հետ եղեք, երբ որ մենք ստեղ մեր հարցերը լուծենք Եվրոպայում, հետո ձեզ կվերադառնանք, բայց կարող է այդ հետոն չվերադառնան եւ մենք էլ տենց մնանք հենց Թուրքիային կապած։ Այս ամենամեծ խնդրեմը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը շատ լավ դա օգտագործում է, որ ինքը Եվրոպա մետ է, ինքը ուզում է գնալ Եվրոպա։ Եթե Եվրոպա էր ուզում գնալ, նախ եւ առաջ դեռևս Սերժ Սարգսյանի ժամանակ այդ ՍԵՊԱ-ի բաններ ստորագրած եւ պետք է նախապատրաստեն 8 տարի է Նիկոլը ոչ մի բան չի արել։ Ես մի բան կարամ ասեմ, որ միանշանակ միակ ուժը, իրական ուժը, որը Եվրոպա մետ է, բացի մեզանից իհարկե, դա Տիգրան Խզմալյանի ուժն է, ովքեր որ իրականում անցկացրեցին օրենքի բանով, իրան օգնեցին ուրիշները։ Այնտեղ իրակ ովքեր կան, որոնք որ շատ կներեք, ես գիտեմ ձեր մոտ են գալի այդ մարդիկ, բայց իմ համար դա այդ խուրշուզյանիստներ են կոչվում, եւ ես դες ասեմ, մեր համար անընդուն են, որտեղ իրանք լիովին օգնում են Նիկոլ Փաշինյանին իր օրակարգի մեջ, լիովին մասնակցում են այդ խաբեբայության մեջ, որը որ մեր ժողովրդին թյուրիմացան մեջ են ասում։ Այն որ այսօրվա դրությամբ ամեն քայլը, աչքերը, այն որ Եվրոպան իր կողմից աչքերը փակում, սրանք իրանց կողմից են փոխանակ իրանք պայքարեն Եվրոպայի հետ, ասել ժողովուրդ, եթե դուք ուզում եք, որ մենք դառնանք Եվրոպայի այն մասը, ինչ որ մենք ենք իրականում ուզում։ Դուք ոչ թե պետք է մեզ
այսօր Նիկոլին օգնեք, որ ինքը վերաարտադրվի, բայց ինչ ձևով վերաարտադրվի, այն որ ընդդիմությանը այսպես անօրինական սահմանադրության տապալման միջոցով, օրենքը խախտելու միջոցով գնա, դա է ժողովրդավարությունը։ Ոչ, իրանք անում են այն, որ մեզ բրդում են դեպի Ռուսաստան, այս ամենամեծ խնդրեմ։